Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Քննարկում ենք հարց համար 14-ը հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը հաստատելու մասին հարցը։ Զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան։ Համեցեք տիկին Անդրեաս։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, հանրակրթության բարեփոխումների շատ կարևոր բաղադրիչ է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը, որը ուղղված է սպասարկելու եւ ապահովելու հանրակրթության թե բովանդակային բարեփոխումները, թե նաեւ կառավարման բարեփոխումները, եւ պետք է նշեմ, որ հանրակրթության ֆինանսավորման նոր կարգը սկսել է գործել 2023 թվականից, սկզբունքորեն փոխելով դպրոցների ֆինանսավորման հայեցակարգը, որտեղ մենք անցում արեցինք աշակերտ թվով ֆինանսավորումից դեպի դասարան թվով ֆինանսավորման եւ սահմանեցինք նորմատիվային ֆինանսավորում դպրոցների համար, սակայն ինչը կարևոր եմ համարում ընդգծել, ֆինանսավորման նոր կարգը բարեփոխում է ուսուցչի վարձատրության եւ աշխատանքի համակարգը, ընդ որում հաշվի առնելով, որ հաճախ շահարկվում է, թե մենք ուսուցիչների վարձատրության բարձրացման ուղղությամբ միայն կամավոր ատեստավորման մեխանիզմն է, որ ներդրել ենք, կարծում եմ սա լավ առիթ է նաև ներկայացնելու մեր ձեռնարկած քայլերի ամբողջ շղթան, որի մի էական մասը հենց ֆինանսավորման կարգի տրամաբանության մեջ է։ Պետք է հիշեցնեմ, որ ուսուցիչների վարձատրությունը մեկ անգամ բարձրացվել է 2019-ին համատարած 10%-ով, այնուհետև 20 թվականին սահմանվել է ուսուցչի վարձատրության նվազագույն շեմ։ Մինչև սա ընդհանրապես նման ուրեմն մոտեցում չէր կիրառվում եւ 20 թվականից 108,800 դրամը սահմանվեց իբրև ուսուցչի վարձատրության նվազագույն շեմ, սակայն ֆինանսավորման նոր կարգով 23-ից ուսուցիչների նվազագույն վարձատրության նոր չափ սահմանվեց 119,900 դրամ, որը շուրջ 10%-ով ավել էր նախորդ սահմանումից եւ սա արդեն իսկ կարելի է ասել, որ համատարած բարձրացման հաջորդ փուլն էր։ Բացի դրանից ֆինանսավորման նոր կարգով փոխվեց ուսուցիչների դրույքաչափը, նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց, սեպտեմբերից արդեն 12 դասարաններից 11-ում նոր չափորոշիչը կգործի եւ սրա շնորհիվ ուսուցչի շաբաթական դասավանդվող ժամերը նախկինում գործող 22-ի փոխարեն դառնում են 18 ժամ տարրական դասարանների համար եւ 20 ժամ մյուս դասարանների համար, ինչը հանգեցնում է դասավանդվող 1 ժամի արժեքի բարձրացման 20%-ով տարրական դասարանների համար եւ 10%-ով միջին եւ ավագ դասարանների համար։ Պիտի ասեմ, որ 22 շաբաթական ժամ դասավանդման մոտեցումը որդեգրվել էր 2000-ականներին եւ մի նպատակ ուներ՝ փող խնայել, բայց փող խնայել կրթության որակի հաշվին, որովհետև բազմաթիվ հետազոտություններով ապացուցված է, որ ուսուցիչը պետք է ունենա բավարար ժամանակ դասերին պատրաստվելու, դասերի արդյունքները ամփոփելու եւ ինչքան մենք մեծացնում ենք շաբաթական դասավանդվող ժամերի թիվը, այնքան անկում ենք ունենում կրթության որակին, որտեղ ուսուցիչը հասցնում է միայն մի դասարանից մյուսը գնալ եւ այս փոփոխությունը հիմնարար փոփոխություններից մեկն է, որը ուղղված է կրթության որակի բարձրացմանը եւ որը պետության վրա ունեցել է միլիարդավոր նոր ներդրումների անհրաժեշտություն կրթության ոլորտում։ Պետք է ասեմ, որ կրթության որակին ուղղված ֆինանսավորման կարգի մի շարք այլ փոփոխություններ ենք արդեն իսկ ներդրել, որոնք նոր չափորոշչի մասն են, մասնավորապես առաջադիմության խնդիր ունեցող երեխաների համար մենք վերցրել ենք պարտավորություն կրթական հավելյալ ծառայություն տրամադրելու եւ նախորդ ուսումնական տարում, որ այս արդեն ավարտվում է, 13400-ից ավել երեխաներ այս մոտեցմամբ կարողացել են իրենց կրթական արդյունքը բարելավել։ Նախկինում այս երեխաների հանդեպ պետությունը որևէ պարտավորություն չէր զգում եւ եթե որևէ մեկը բավարար չէր սովորում, ուղղակի թողնում էին նույն դասարանում։ Այս պարագայում մենք նաեւ պարտավորություն ենք վերցնում երեխաների կրթությունը բարելավելու եւ դա նաեւ ուղիղ ֆինանսական արտահայտություն ունի ֆինանսավորման նոր կարգով։ Բացի դրանից մենք ֆինանսավորման նոր կարգով ընձեռել ենք հնարավորություն, որ դպրոցները դասարանական կրթությունից բացի արտադասարանական մեխանիզմներ ներդնեն երեխաների կրթությունը բարելավելու եւ նաեւ մոտիվացիան մեծացնելու։ Նախագծային ուսուցումը, որը առանձին ֆինանսավորում է, խմբակները, որոնք հաճախ գյուղական դպրոցներում միակ հնարավորությունն են մշակութային եւ սպորտային կրթություն ստանալու եւ նախորդ ուսումնական տարի մեր դպրոցներում գործել են 15000 խմբակներ ավելի քան 167000 երեխաների համար։ Սա նույնպես ֆինանսավորման նոր կարգի տրամաբանությամբ ներառվել
տարված գործընթաց է։ Բացի դրանից, ֆինանսավորման նոր կարգով մենք ներդրել ենք լաբորատորիաների պահպանման եւ լաբորատոր նյութերի ձեռքբերման ծախսերը։ Կառավարության ծրագրի շատ կարևոր մաս էր լաբորատորիաների ստեղծումը, բայց բնական է, որ դրանք շարունակական գործարկման ծախսեր ունեն եւ դա նույնպես ֆինանսավորման կարգով նախատեսված է, ընդ որում այս գումարը չի կարող վերաբաշխվել ոչ մի այլ նպատակով, այսինքն պետք է օգտագործվի միայն հենց այս ուղղությամբ։ Շատ կարևորում եմ, որ ֆինանսավորման նոր կարգը հնարավորություն է տվել նոր միջավայր ապահովել ներառականության համար։ Ֆինանսավորման նոր կարգով մենք առանձին միջոցներ ենք հատկացնում դպրոցների միջավայրի հարմարեցման համար այն դպրոցներում, որտեղ դրա կարիքը կա, ինչպես օրինակ թեքահարտակների, եւ բացի դրանից առանձնացված է յուրաքանչյուր առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի համար խելամիտ հարմարեցումների ֆոնդ, որը թույլ է տալիս երեխայի կրթությունը կազմակերպել ավելի արդյունավետ։ Մեր բոլոր դպրոցներում ֆինանսավորման նոր կարգով ներդրվել է հոգեբանի հաստիքը, այժմ մեր դպրոցներում 900-ից ավել հոգեբաններ են աշխատում եւ իդեպ կառավարության ընդամենը մի քանի նիստ առաջ մենք կայացրեցինք որոշում նաեւ նրանց կամավոր ատեստավորման մեխանիզմի ներդրման եւ այս տարի հոգեբանները նույնպես հնարավորություն կունենան ատեստավորման մասնակցել։ Ֆինանսավորման նոր կարգով նաեւ բազմաթիվ այլ բարեփոխումներ են արվել, կանոնակարգվել են դպրոցների պահպանման, կոմունալ ծախսերը, գործող հաստիկները, յուրաքանչյուրի գործառույթն ու աշխատանքների նկարագիրը, որոնք սահմանվել են կառավարության նաեւ այլ որոշումներով։ Մեկ թվային ցուցանիշով փորձեմ ցույց տալ այս կարգի ազդեցությունը։ Ֆինանսավորման նոր կարգի ներդրումը բերել է նրան, որ էապես ավելացել է հանրակրթության ֆինանսավորումը կամ դպրոցների պահպանման ծախսերը։ Եթե 2019-ին այս ուղղությամբ ֆինանսավորում կազմել է 85.26 միլիարդ դրամ, ապա 24 թվականին մենք արդեն իսկ հատկացրել ենք 118.84 միլիարդ դրամ կամ 33.58 միլիարդ դրամով ավելի կամ 39%-ով ավելի։ Իհարկե նաև սովորողների թվի աճ ունենք, բայց ֆինանսավորման աճը էապես գերազանցել է սովորողների թվի աճին։ Ընդ որում ուզում եմ հատուկ նշել, որ սա չի ներառում ուսուցիչների հավելավճարների վարձատրության ծրագրերը, որոնց առանձին միայն նախորդ տարի 10 միլիարդ դրամ է ուղղել պետությունը։ Հիմա այս նախագծով մենք ինչ ենք իրականացնում, դպրոցների ֆինանսավորման կարգը նախկինում բաղկացած էր երկու մասից, գործակիցներն ու նորմատիվները հաստատվում էին նախարարի հրամանով, կառավարության որոշմամբ հաստատվում էր ֆինանսավորման մեթոդաբանությունը։ Ներկայացված նախագծով մենք առաջարկում ենք դրանք հաստատել կառավարության մեկ որոշմամբ, հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են եւ ավելի ուրեմն տրամաբանական կգործեն։ Նաեւ նոր նախագծով նախատեսում ենք, որ կառավարության որոշմամբ ուսումնական հաստատությունների խնայողությունների եւ տնտեսումների մի մասը կկարողանանք ուղղել դպրոցում առկա այլ խնդիրների լուծմանը, իհարկե նույնպես կառավարության համապատասխան որոշումներով, ասեմ, որ սա շատ կարևոր ճկունություն է դպրոցներում առաջացող ընթացիկ խնդիրները կարգավորելու համար։ Նախորդ տարի 500 դպրոցում 800 միլիոն դրամի կապիտալ աշխատանք է արվել այս անհրաժեշտ ուղղություններով։ Նախատեսում ենք նաև նախագծով ներդնել էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների ուսուցիչների աշխատանքների համակարգողի լրավճարը։ Պետք է հիշեցնեմ, որ մենք այն մեր գյուղական դպրոցներում, որտեղ ուսուցչի թափուր տեղ կա եւ չի լրացվում, էլեկտրոնային դասավանդում ենք անում։ Այս պահին 96 գյուղական դպրոցների 5250 երեխաներ այս միջոցով շատ կարևոր առարկաների դասավանդում են ստանում 190 ուսուցիչների կողմից։ Նաև անցումային դրույթներով նախատեսվել է, որ կարգը կգործի 2025-ի սեպտեմբերի 1-ից, այսինքն նոր ուսումնական տարվանից։ Խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։ Տիկին Անդրեասյան, երկու դիտարկում տեսեք, որ մենք ասում ենք ուսուցիչներին նվազագույն վարձատրություն կամ աշխատավարձ եւ մենք վերցնում ենք որպես բազա բնականաբար դրույքը, որովհետեւ դրույքի մասին է խոսքը, բայց հիմա մեր դպրոցներում կան չէ դպրոց ուսուցիչներ, ովքեր կես դրույքով են աշխատում, 1/3 դրույքով են աշխատում։ Այս պարզաբանումը անենք, որովհետեւ հետո հետագայում երբ որ մարդկանց հետ շփում անում, ասում են, այ դուք ասում եք նվազագույնը այսքան է, բայց ասենք ես ստանում եմ այսքան։ Հետո պարզում ենք, որ կես դրույքով աշխատում, 1/3 դրույքով աշխատում։ Սա, այսինքն ճիշտ եմ, չէ՞ հասկանում, որ նրբությունը կա։ Այո, պարոն վարչապետ, կա այդ նրբությունը, այսինքն կախված է ուսուցչի ծանրաբեռնվածությունից։ Սա մեկ դրույքի գումարն է, բայց ես ուզում եմ նաև հիշեցնել, որ հավելավճարների ծրագրերում մենք ունենք հատուկ հավելավճարի ծրագիր գյուղական փոքր դպրոցների համար, որտեղ ժամանականակը քիչ է եւ օբյեկտիվորեն չի կարող մի դրույք ծանրաբեռնվածություն ունենալ ուսուցիչը։
Այստեղ ավելի քան 3000 ուսուցիչներ ծրագրի շահառու են եւ պետությունը լրացնում է նրանց դրույքաչափի պակասող մասը միջև 50% հավելավճարի չափով եւ նաեւ սա է բերել նրան, որ գյուղական դպրոցներում մենք նկատում ենք նոր ուսուցիչների մուտք գործելու մեծ թիվ, ինչը նշանակում է, որ այս հավելավճարի ծրագիրը աշխատում է, բայց այո, ձեր ասածը իրականություն է, եթե մարդը մի դրույքից պակաս է ծանրաբեռնված, բնականաբար սրանից պակաս գումար կարող է ստանալ։ Դե այդտեղ մենք երկու դեպք ունենք։ Մի դեպքը այն է, երբ որ դպրոցը աշակերտների քիչ թիվ ունի, եւ երկրորդ դեպքը այն է, որ խնդիրը ոչ թե դա, այլ ինչ որ մի ծրագրով աշխատում է կես դրույքով, որովհետեւ դպրոցները նաեւ որոշակի ինքնավարություն ունեն, չէ, եւ կարող են որոշ առարկաների գծով որոշ կարգավորումներ անել, որտեղ ուսուցիչները կարողանան հնարավորություն ունենան նաեւ կես դրույքով աշխատել։ Այս երկրորդն պարզա, բայց առաջին դեպքում, երբ որ ուսուցիչը աշխատում է եւ այստեղ խնդիրը թերբեռնվածության մեջ է դպրոցի, մենք այդ հավելավճարը սահմանում ենք, լրացնում ենք այնքան միջև հասնի ուսուցչի նվազագույն աշխատավարձին, այդ մեր սահմանված 1 դրույքի։ Այո, միջև հասնի 1 դրույքին։ Բայց ես նաև պարոն վարչապետ պետք է նշեմ, որ մյուս փոփոխությունը, որի մասին նշեցի, այդ շաբաթական դասավանդվող ժամերի նվազեցումը, վերում է նրան, որ օրինակ կա օբյեկտիվ իրավիճակ, որ տարրական դասարանների դասավանդող ուսուցիչները ավելի քիչ ժամեր ունեն, որտեղ 1-ից 4-րդ դասարաններում առարկաների թիվը ավելի քիչ է, օրվա դասերի թիվը ավելի փոքր է, եւ օրինակ դասվարները երբեք չէին կարող շաբաթական 22 ժամ դասավանդել, նույնիսկ եթե իրենք դասավանդում են մեծ դպրոցում, եւ 18 ժամ շաբաթական դասավանդվող ժամերի թիվը թույլ է տալիս, որ այս ուսուցիչները նույնպես 1 դրույք զբաղվածություն ունենան։ Այսինքն այնտեղ որտեղ 1 դրույքից նվազումը ունի, այսպես ասած, օբյեկտիվ պատճառներ, մենք դա լրացնում ենք, իսկ այնտեղ որտեղ ի սկզբանե կես դրույքով աշխատանքային պայմանագիր է, դա արդեն բոլորովին ուրիշ իրադրություն է եւ մենք ըստ այդմ ենք վերաբերվում դրան։ Հաջորդ հարցը, որի մասին կուզենայի խոսել, խոսքը առաջադիմության խնդիրներ ունեցող երեխաներին աջակցելու մասին է։ Իհարկե, այն որ մենք սկսում ենք աջակցություն այդ երեխաների, այդ շատ կարևոր է, բայց ինձ թվում է մենք պետք է նաև զուգահեռ մոնիտորինգի ենթարկենք, որովհետև դա եթե մի դպրոցում մենք տեսնում ենք, որ անընդհատ շարունակաբար կամ այդ թվի նվազում չունենք կամ անընդհատ աճ ունենք կամ ստաբիլություն ունենք, այդտեղ ուրեմն դպրոցում խնդրեմ կա, որովհետև շատ լավ նախորդող շրջանում ինչ որ համակարգային խնդիրներով եկել կուտակվել է, մենք պարզա որ մենք երեխաներին պետք է աջակցենք, բայց մյուս կողմից հանկարծ մենք մեխանիզմ չստեղծենք, որ դպրոցները մեզ ինչ լավ է, մենք չենք հասցնում, առաջադիմություն չունենք եւ հետեւաբար մեր ֆինանսավորումը դրանից ավելանում է։ Եթե 1-2 ստեղ մենք պետք է ճիշտ բանաձևեր դնենք, որ տեսնենք, որ դա այդտեղ առաջադիմության խնդիրներ ունեցող երեխաների ստաբիլ իրավիճակ կա կամ ստաբիլ աճ կա, այդ նշանակում է, որ մենք պետք է գնանք դպրոցներում վարչական բնույթի որոշում, կազմակերպչական բնույթի որոշումներ կայացնելու եւ իմիջիալոց պետք է իմ կարծիքով որևէ ձևով, դա որևէ բանաձևով, չեմ ասում, որ դա տենց հստակ անմիջական պատճառահետևանքային կապ ունենա, բայց դա պետք է նաեւ դպրոցներում աշխատանքային պայմանագրեր խզելու հիմք դառնա, որովհետեւ եթե մի անգամ, երկու անգամ, մի տարի, 2 տարի անընդհատ ստաբիլ նույն առարկաներից, նույն ուսուցիչների մոտ, նույն ստաբիլ թվով երեխեքը առաջադիմության խնդիր ունեն, այդտեղ ուրեմն մենք պետք է գնանք խորանանք, հասկանանք ինչն է դրա պատճառը։ Աջակցություն, բայց դա նաև ազդակա, որ դպրոցում մի բան այն չի։ Համայնքում մի բան այն չի, չգիտեմ, միջավայր մի բան այն չի։ Որտեղ այն չի։ Գնանք գտնենք որտեղ այն չի, այնտեղ որտեղ նախարարությունը պետք է զբաղվի նախարարությունը, որտեղ համայնքը, որտեղ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, սոցիալական ծառայությունները, որտեղ ոստիկանությունը, բայց այդ դա մեզ համար չպետք է լինի սովորական բան, դե հա դե երեխեքը առաջադիմության խնդիր ունեն, եկեք ուղղակի ֆինանսավորումը ավելացնենք։ Վարչապետ, բնականաբար այդ բոլոր ռիսկերը հաշվի առնված են եւ նաեւ ցուցանիշը, որ մենք խոսում ենք 13494 երեխաների մասին 430,000-ից։ Այսինքն իրականում այս համամասնությունն էլ ցույց է տալիս, որ մենք խոսում ենք համատաբար ավելի փոքր խումբ երեխաների մասին, բայց նաև ուզում եմ
հիշեցնել, որ այս բոլոր մեխանիզմները դրված են նաև դպրոցի տնօրենի ատեստավորման կարգում, այսինքն ի վերջո մենք ներդրել ենք նաև դպրոցի տնօրենների ոչ միայն նշանակման նոր համակարգ, նոր պահանջներով, այլ նաև ատեստավորման պահանջ ենք դրել, որը մյուս կողմից նրանց վարձատրության բարձրացման հնարավորություն է տալիս, բայց մեր համար էլ դարձնում է շատ ավելի պարզ եւ հաշվետվողական նրանց աշխատանքը եւ եթե որևէ դպրոցում կրթության որակը չի փոխվում, ձեր նշած առաջադիմության խնդիր ունեցող երեխաների թիվը չի պակասում, ավելին շարունակաբար գրանցվում է նույն առարկաներից նույն ուսուցիչների մոտ, այստեղ ուրեմն առաջին հերթին մենք ունենք խնդիր դպրոցի կառավարման մասով եւ վստահաբար այդ որոշումները աշխատանքից ազատման դպրոցում անհրաժեշտ միջամտության օրենսդրորեն բոլորը սահմանված են, բայց նաեւ ուսուցիչների մասով մենք ներդրել ենք ուսուցիչների մասնագիտական զարգացման նոր համակարգ, որտեղ ամեն տարի ուսուցիչը գնահատվում է եւ ուսուցչի գնահատումը տեղի է ունենում իր կողմից, ինքնագնահատումը եւ նաեւ դպրոցի տնօրենի կողմից եւ դրանից հետո ուսուցիչը գնում է վերապատրաստման ըստ այն կարիքի, որը բացահայտվել է, օրինակ եթե որևէ ուսուցիչ չի կարողանում երեխաներին լավ բացատրել եւ վերապատրաստող կազմակերպության աշխատանքի արդյունքում մենք կարող ենք տեսնել դպրոցի տնօրենն ու ուսուցիչը ինչքանով են օբյեկտիվ եւ արդար եղել իրենց կարիքների գնահատման գործընթացում, այսինքն ասածս այն է, որ ձեր նշած ռիսկը մենք ուշադիր ենք եւ մոնիտորինգ ենք իրականացնում այս ծրագրի նկատմամբ, բայց դրված են այն մեխանիզմները, որ թույլ չտան այդ չարաշահումները եւ իմ տպավորությամբ այս պահին մենք հակառակը ունենք դրական էֆեկտ, որտեղ օրինակ երբ որ դասարանում երեխաների թիվը մեծ է, ուսուցիչը ֆիզիկապես չի հասցնում բոլոր երեխաներին անհրաժեշտ ուշադրությունը տալ եւ կան երեխաներ, որոնք ավելի դանդաղ տեմպով են սովորում, քան մյուսները եւ այս երեխաների հետ հավելյալ աշխատանքի հնարավորություն է ստեղծվում եւ սա չի կուտակվում, սա է շատ կարեւոր, այսինքն երեխան մի թեման լավ չյուրացրեց, ունի հնարավորություն մեկ անգամ հավելյալ դաս վերցնի, յուրացնի եւ միանա իր ընկերներին։ Շատ լավ։ Կան այլ դիտարկումներ, չկան, հարցը դրում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Տիկին Անդրեասյան, մենք չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունեցինք որոշում դպրոցներում կապիտալ ծախսերի ֆինանսավորման մասին, ինչ հարց ենք լուծում այդ որոշմամբ։ Պարոն վարչապետ, այդ որոշումը ըստ էության 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների ծրագրի շրջանակներում է, մենք կառավարության գրեթե յուրաքանչյուր նիստին ունենում ենք նման որոշումներ, սրանով մենք ուրեմն հատկացումներ ենք անում երկու դպրոցների, որոնք գտնվում են կառուցման ընթացքում գումարների ավելացման համար, դպրոցների կառուցումը նախատեսվում է ավարտել 26 թվականին, այսինքն կառավարության ծրագրի շրջանակներում, նաև մեկնարկում են կառուցման աշխատանքները մեկ մանկապարտեզում, իրականացվում են նաև որոշ դպրոցների ուրեմն անհրաժեշտ նախագծային աշխատանքները եւ ինչը կարեւոր է, վերանորոգվող դպրոցները, որոնք 300 դպրոցների կարեւոր մասն էին, միջեռամսյակային վերաբաշխման միջոցով ունենում ենք հնարավորություն մոտավորապես 775.8 միլիոն դրամի չափով միջեռամսյակային վերաբաշխում է արվում, որը հնարավորություն է տալիս 27 ուրեմն դպրոցների նորոգման աշխատանքները մեկնարկել եւ եւս 22-ում, որտեղ աշխատանքները արդեն ընթանում էին, լրացուցիչ ուրեմն միջոցներ տրամադրել այդ նորոգման աշխատանքներին։ Ընդհանուր 1.4 միլիարդ դրամի վերաբաշխման մասին է խոսքը։ Հարգելի գործընկերներ, որպեսզի նաև դպրոցների շինարարության նորոգման ոլորտում մեր աշխատանքների ծավալները եւ մենք եւ հանրություն լավ պատկերացնի, ես ուզում եմ նաև թվարկել այս որոշմամբ ինչ դպրոցների ենք անդրադառնում, մասնավորապես դպրոցների կառուցման տարեկան հատկացման ավելացում տողով մենք ֆինանսավորում ենք Արագածոտնի մարզի Նոր Եդեսիայի Ներսես շնորհալու անվան միջնակարգ դպրոցի կառուցումը, որը ընթացքի մեջ է, Արմավիրի մարզի Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոցի կառուցումը, որը ընթացքի մեջ է, Չարենցավան համայնքի Ֆանտան բնակավայրի մանկապարտեզի կառուցումը, որի շինարարությունը մեկնարկում է, եւ նաեւ դպրոցների վերանորոգման, հիմնանորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության չափագրության նախահաշվային փաստաթղթերի կազմում, այսինքն
տեսեք, ես ինչ զարգացում ունեցավ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը, որտեղ երբ որ ծրագիրը մեկնարկում էինք, մենք մոտավորապես պատկերացնում ենք, որ Հայաստանում 300 դպրոց կա, որը կապիտալ ներդրման անհրաժեշտություն ունի եւ սկսեցինք զբաղվել 300 դպրոցների նույնականացմամբ, թե կոնկրետ որտեղ լինի, եւ այդ հետազոտության ընթացքում մենք պարզեցինք, որ ըստ էության Հայաստանի, եթե չչափազանցնենք, ամբողջ դպրոցական ֆիզիկական ենթակառուցվածքը ըստ էության վերափոխման եւ նորի կառուցման անհրաժեշտություն ունի, բայց մյուս կողմից մենք չենք կարող հիմա ուղղակի ասել դե լավ, սպասենք մինչեւ դրանք հանգիստ ավերվեն, մինչեւ մենք նորը կսկսենք կառուցել, դրա համար ըստ էության հնդածած ծրագրի մեթոդաբանության դիվերսիֆիկացիա տեղի ունեցավ եւ մենք նաեւ հաշվի առնելով մասնավոր ոլորտի կարողությունները, որտեվ ինչպես տեսանք ցավոք, հիմա նախորդ օրը քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ էինք քննարկում, մենք իրադրություններ ունենք, երբ որ մրցութային կարգով ընկերությունները 3-4 դպրոցների շինարարություն են շահել, բայց հիմա այդ 3-4 դպրոցների շինարարություններ նորմալ չեն կարողանում իրականացնել։ Եվ մենք հիմա շատ դեպքերում ստիպված ենք գնում բանակցել, փորձել գործընկերային լուծել պայմանագիրը, այնտեղ որտեղ չի ստացվում, ուղղակի միակողմանիորեն լուծում պայմանագիրը, բայց մյուս կողմից մենք դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքի պահպանման եւ ստեղծման process չենք կարող կանգնեցնել, սпасել լավագույն պայմանների եւ ժամանակների, եւ մենք հիմա ըստ էության ամբողջ դպրոցական բոլոր շենքերը գույքագրում ենք եւ հասկանում ենք այնտեղ, որ հիմա ծայրահեղ անհրաժեշտ է, որ այնտեղ շենք են վիճակում, որ որևէ ներդրում անելը իմաստ չունի, հետեւաբար պետք է գնալ այդտեղ հին շենքը ապամոնտաժելու, նորը կառուցելու ճանապարհով։ Եվ այսպես բան ենք անում, դասակարգում ենք, որտեղ ենթադրենք կարող ենք հիմա նորոգել, որ เป զի եւս 5 տարի, 7 տարի, չգիտեմ, 10 տարի դպրոցը ծառայի, միջև ամենավատ վիճակում գտնվողներով կառուցելով կգանք, կհասնենք, բայց մեր վերջնական նպատակն է նա, որ ըստ էության 10 տարվա կտրվածքով մեր լավագույն նպատակն է նա, որ այսօր գոյություն ունեցող հին դպրոցների, բոլոր հին դպրոցների փոխարեն պետք է մենք ունենանք նոր դպրոցներ։ Նոր դպրոց ասացնել կախված այդ արդեն էլ կգնահատվի, թե որ թվից սկսած է, որ մենք արդեն համարում ենք, որ այդ առաջիկա 50 տարվա մեջ ուղղակի պետք է սպասարկենք այդ դպրոցները, ահա այդ տրամաբանությամբ հիմա նաև այդ զննման աշխատանքներն են արվում եւ ուզում եմ թվարկել, թե որ դպրոցների մասին է խոսքը։ Այսինքն արդյունքում այս բոլոր դպրոցների հետ կապված որևէ որոշում է կայացվելու կամ նորոգել, կամ որոշում է կայացնելու սրանք նրանք են, որ որոշել են, որ պետք է նորոգվեն եւ ահա այդ թվերի ընդ որում մենք պլանավորում ենք սա միջև 1 տարվա ընթացքում նորոգել, չէ՞, մեր պլանն է նա, որ 1 տարվա ընթացքում նորոգենք։ Երևանի Սմբատ Բյուրատի անվան համար 125 հիմնական դպրոց, Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան համար 145 հիմնական դպրոց, Երևանի Թելմանի անվան 13 հիմնական դպրոց, Երևանի Հովհաննիսյանի անվան 194 հիմնական դպրոց, Արագածոտնի մարզի Կաքավաձորի միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզի Քուչակի միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզի Ագարակի Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզի Աղցքի միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզի Երնջատափի Չարենցի անվան միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզի Մելիք գյուղի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզի Հովտամեչի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզի Սարդարապատի միջնակարգ դպրոց, Շիրակի մարզի Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց, Շիրակի մարզի Ախուրյանի Աղբալյանի անվան դպրոց, Սյունիքի մարզի Քարաշենի միջնակարգ դպրոց, Սյունիքի մարզի Գորայքի միջնակարգ դպրոց, Սյունիքի մարզի Ախլացյանի միջնակարգ դպրոց, Վայոց-Ձորի մարզի Շատինի միջնակարգ դպրոց։ Հիմա նաև ֆինանսավորում ենք այս դպրոցների
նորոգումը հիմա սկսում ենք, հա, ճիշտ հասկացա, չէ։ Հիմա այն դպրոցները, որոնք արդեն նորոգումը համեցիկ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Այդ առաջին ցանկը, որ կարդացիք, դրանք են, որ ընտրել էինք ակնադիտական զննության արդյունքում, որ նորոգման ենթակա են։ Հիմա ըստ էության այդ աշխատանքը փոխարինում է նախագծերի կազմանը, կավարտենք կմեկնարկենք նորոգումը, իսկ երկրորդ ցանկը նրանք են, որոնք որ արդեն ընթացքի մեջ են նորոգվող են։ Մի ճշտում անեմ, պարոն վարչապետ, եւ լրացում մենք դուք նշեցիք արդեն ըստ էության գործող ցանկում ունենք 340 դպրոցներ, որոնցից 200-ը նոր կառուցվողներն են, 45-ի կառուցումը ավարտված եւ մնացած 140-ը նորոգվողներն են։ Այս ցանկերում ներառվածները 22 եւ եւս մոտավորապես 25, դրանք են, որտեղ արդեն նորոգումները մեկնարկել են կամ հիմա մեկնարկում ենք։ Առաջիկա ամիսների ընթացքում կբերենք նոր ցանկեր, եւ այս նորոգվող դպրոցների ցանկը հանրագումարով կհասնի 140-ի։ Որտեղ արդեն ընթացքում են Արարատի մարզի Հնաբերդի միջնակարգ դպրոց, Վարդաշենի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզի Այգեկի միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզի Վաղաշենի միջնակարգ դպրոց, Լոռու մարզի Ստեփանավանի Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց, Վանաձորի Մաթևոսյանի անվան թիվ 8 հիմնական դպրոց, Վանաձորի Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց, Ագարակի միջնակարգ դպրոց, Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոց, Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց, Շիրակի մարզում, Գյումրի թիվ 32 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 38 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 28 հիմնական դպրոց, Փանիկի միջնակարգ դպրոց, Ախոջանի թիվ 2 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 20 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց, Ազատանի միջնակարգ դպրոց։ Ազատանի դպրոցի մի մասնաշենքը կառուցված էր, այս երկրորդ մասնաշենքը պարզապես նորոգվում է։ Տավուշի մարզի Բերդի Սաղումյանի անվան ավագ դպրոց, Կայանի Հովանես Հինդլյանի անվան միջնակարգ դպրոց։ Եվս 27 դպրոցում մեկնարկում է նորոգման աշխատանքը։ Մաստարայի Արագածոտնի մարզի Մաստարայի միջնակարգ դպրոց, Թալինի ավագ դպրոց, Արարատի մարզում Բաղրամյանի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզում Նորակերտի միջնակարգ դպրոց, Քարակերտի թիվ 2 միջնակարգ դպրոց կրկին Արմավիրի մարզում, Լոռու մարզի Գյուլագարակի միջնակարգ դպրոց, Կոտայքի մարզի Գառնու թիվ 2 ավագ դպրոց, Շիրակի մարզի Աշոտսկի միջնակարգ դպրոց, Գյումրու Օյունջանի միջնակարգ դպրոց վարժարան, Գյումրու թիվ 9 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց, Հառիճի միջնակարգ դպրոց, Գյումրու թիվ 31 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոց, Կառնուտի միջնակարգ դպրոց, Գյումրու թիվ 5 միջնակարգ դպրոց, Գյումրու թիվ 30 հիմնական դպրոց, Նոր կյանքի միջնակարգ դպրոց, Արևշատի միջնակարգ դպրոց։ Էլ Գյումրիում դպրոց մնաց։ Մենակ չասեք մնաց, պարոն Հարուշյան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, իրականում Շիրակի մարզում 26 դպրոցներ են վերանորոգվում, որից 15-ը Գյումրիում է, ինքը ընդհանուր փաթեթը 5.7 միլիարդ է, 4 միլիարդից ավել միայն Գյումրու 15 դպրոցների նորոգման համար է։ Գյումրիում քանի դպրոց կա ընդհանրապես։ Չեմ կարող ասել հիմա հստակ, որտեղ դպրոցներ կան, որոնք նախարարության ենթակայության տակ են եւ միջնակարգ դպրոցները մարզպետարանի, բայց պարոն վարչապետ, ուզում եմ ասեմ, որ վերանորոգում, որ ասում ենք, չպատկերացնեն էլ մեր քաղաքացիները կոսմետիկ վերանորոգում, որտեղ այնտեղ հիմնանորոգման պես աշխատանքներ են տանում, թե տանիք, թե պատուհաններ, թե ներսում եւ նաեւ ամբողջությամբ եւ նաեւ գույքի նոր գույքով են գնալու այդ դպրոցները աշակերտները տասի ու այդտեղ Շիրակի մարզում լայնածավալ աշխատանքները սկսվել են արդեն։ Ոչ միայն Շիրակի մարզում, ոչ միայն։ Ես մերից եմ տեղյակ, պարոն վարչապետ։ Սյունիքի մարզ, Սիսիանի թիվ 4 հիմնական, ուղղակի Գյումրին տենց շատ բան, այսինքն ծավալը Գյումրի հենց ակնհայտ էր, դրա համար հետաքրքրվեցի
դպրոց կա, որ դուրս է մնում։ Ենթադրում է, որ մյուսները նորոգման կարիք չունեն, եթե այս ցուցակի մեջ չեն մտել կամ առնվազն, եթե նույնիսկ ունեն, կանդրադառնանք նաև նրանց։ Սյունիքի մարզում Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոց, Գորիսի թիվ 5 հիմնական դպրոց, Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց, Քաջարյանի թիվ 2 միջնակարգ դպրոց, Ձագիկավանի միջնակարգ դպրոց, Տավուշի մարզում Թեղուտի միջնակարգ դպրոց, Բերթավանի միջնակարգ դպրոց, Տավուշի միջնակարգ դպրոց։ Այսքանն էր, հարգելի գործընկերներ, համեցեք Տիկին Անդրեաս։ Պարոն վարչապետ, ես կուզեի ընդգծել, որ այս ցանկում ընդգրկված դպրոցների մի մասում մենք արդեն իսկ աշխատանքների մի լուրջ ծավալ էինք արել, մասնավորապես մարզադահլիճ էինք կառուցել կամ վերակառուցել, ինչպես օրինակ Վայոց-Ձորի Շատինի դպրոցն է կամ Թալինի Ավագ դպրոցն է, եւ հիմա այս նորոգման աշխատանքներով մենք ամբողջացնում ենք միջավայրը, այսինքն ստանալու ենք ամբողջական նոր ստանդարտներին համապատասխանող եւ նորակառույց դպրոցներից կարելի է ասել գրեթե ոչ մի բանով, բացի նախագծային որոշ յուրահատկությունները չտարբերվող միջավայրեր երեխաների համար։ Այդ կարծում եմ այդ կարևոր դիտարկում անել, որ այս նորոգումը այն նորոգումը չի, որ մենք պատկերացնում ենք։ Այսինքն ըստ էության ինչի ենք անունը նորոգում եւ ոչ թե հիմնանորոգում, որովհետեւ ստանդարտներով, տեխնիկական կանոնակարգերով այսինքն զուտ կազմակերպչական բարդություններից խուսափելու համար, բայց ինչպես ասվեց պարոն Խաչատրյան, եթե Տիկին Անդրեասյան մի բան բաց թողեմ, խնդրում եմ լրացրեք ինձ, ինչպես ասեց, տանիքը պարտադիր պետքա նորոգվի, սանհանգույցները պարտադիր պետքա նորոգվեն, նոր գույք պետքա պարտադիր տրվի, բնականաբար միջանցքները, դասասենյակները, պատուհանները, նոր գույք, միջավայրը, բակը եւ այլն, ջեռուցման համակարգեր եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն ըստ էության շատ ճիշտ կլինի, որպեսզի ոչ տեխնիկական լեզվով, այսինքն դպրոցի նորացման ըստ էության ծրագիր է, որը մենք նպատակադրվում ենք, որ այս նորոգումը այնքան նորոգենք, որ օրինակ աչքաչափով մի որոշակի շրջափուլ լիարժեք աշխատի դպրոցը, հաջորդ փուլում արդեն որոշում կկայացնենք մեծ հավանականությամբ որոշումը կլինի նոր դպրոց կառուցելը, ընդ որում այնտեղ որտեղ շենքերը կլինեն լավ վիճակում, այդ մենք կփոխանցենք պետական գույքի կառավարման կոմիտեին, որպեսզի հետագա ընթացքը լուծի, այնտեղ որտեղ շենքերը ապամոնտաժման անհրաժեշտություն կունենան, դպրոցները կառուցվեն նոր տեղում։ Ես սա ընդգծում եմ նաև կարևոր է, որպեսզի մենք եւ հանրությունը պատկերացնեն հանրակրթության ոլորտում իրականացվող ներդրումների մասշտաբը, որը այս թվարկումից կարծում եմ ավելի ակնհայտ է երևում, իհարկե մնացած կազմակերպչական հարցերը, բարդությունները փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ պարբերաբար քննարկվում են եւ փորձում ենք լուծումներ գտնել, որպեսզի հստակ նախանշված ժամկետներում, նախանշված որակով մեր նախագիծը իրականացնենք։